Ես ունեմ toxic trait, ու էտենը, որ ինչ հետաքրքիր բան տեսնում եմ, մտածում եմ հաստատ ինքս էլ կարամ սարքեմ։ Ու այսօր սարքում եմ իմ տան առաջին պոստերը։ Այս վիդեոն մաս երկուսն է ու արդեն կտեսնեք, թե ինչ եմ գրում պոստերի վրա, ինչ գույնով եւ նրա վերջնական տեսքը։ Առաջին մասում ես նկարեցի իմ պոստերի բեքգրաունդը, ու եթե ուզում ես նայել ինչպես, գնա նայիր նախորդ վիդեոն։ Իրականում բեքգրաունդը նկարել եմ ոնց պատահի, ոչ մի բան ոչ չափել եմ, ոչ էլ, իսկ վրան գրված քանելը արդեն ուրիշ պատմություն էր։ Մինչև Կարենայի տառերը մատիտով թեկուս գրել, չափել եմ ամբողջը, բաժանել եմ, թե ամեն տառը ինչ չափի պետք է լինի, որ ընդհանուր համաչափ ստացվի ամեն ինչ։ Երբ գծերը արդեն պատրաստ են, ես սկսում եմ ուղղակի արդեն մատիտով գրել տառերը։ Հաջորդ բանը, որ պետք էր անել, է ընտրել, թե ինչ գույնով եմ ուզում գրել, ճիշտ է, ընտրությունս մեծ չէր, բայց իրականում մտածում էի մանուշակագույնի ու կապույտի միջև, բայց երևի կապույտը կունենար ավելի ուժեղ կոնտրաստ այս բեքգրաունդի գույների մեջ։ Իրականում առաջին տառը նկարելուց հետո արդեն հասկացա, որ այդքան էլ բարդ չի, մանավանդ երբ աշխատում էի ավելի փոքր վրձինով։ Ինձ մի քիչ խանգարեց այն, որ ես այսօր ուշ էի ավելի սկսել նկարել ու սկսեց մութը ընկնել, բայց հոգ չէ, ես միացրի ինչ լույսեր ունեմ, ու երբ արեցի երկրորդ շերտը, արդեն լրիվ մութ էր, բայց ես այդ օրը վերջացրեցի։ Պետքա թողնեի արդեն ինքը նորմալ չորանար, որ վրայից անեի լաքը, դրա համար լաքը անում եմ հաջորդ օրը արդեն։ Անկեղծ ասած, առաջին անգամ էի լաք գցում որևէ նկարից վրա, ու չգիտեի ինչքան արժի գցել, չգիտեի ջրով բացեմ թե չէ, որոշեցի չբացել, որ հնարավորինս շատ փայլի, բայց ինձ թվում է մի քիչ պիտի բորոմար է, որովհետև լաքի կեսը օգտագործեցի հենց պոստերի վրա։ Չմոռանամ ասեմ, որ միջև լաքը գցելը ռետինով փորձեցի ջնջել բոլոր մատիտի տեղերը, որոնք երևում էին ու ներքի տակ չէին, որ հնարինս մաքուր ստացվի։ Ու չնայած բոլոր կիքսերին, որոնք ստացվեցին, որովհետև առաջին անգամ էի պոստեր նկարում, վերջնական արդյունքին շատ ճատատուր եկել։ Հիմա մենակ պետք է մտածեմ ոնց ու որտեղ կախել պատին, որովհետև իմ նկարների մեծ մասը ուղղակի դրած են, ոչ թե կախած, բայց որոշել եմ պատի վրա սարքել անկյուն, մի քանի նկարով, մի քանի պոստերով, այնպես որ այսպիսի վիդեոներ տեղալի են լինելու։ Եթե ուզում ես տեսնել ինչ պոստերներ ենք սարքելու, հետևիր իմեջին, որպեսզի չկորցնես։ Իսկ եթե վիդեոյի ֆորմատը հավանեցի, անպայման գրի դրա մասին, որ ես իմանամ ու ավելի շատ անեմ այսպիսի վիդեոներ։